Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ Իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Եվ այսպես Սահմանադրական դատարանում 4-րդ օրն է շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը։ Մեկնարկել է հարցուպատասխանի փուլը, դիմող կողմը ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերը 3 հարցեր էին ուղղում կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այսօր դատավորներն են հարցադրումներ անում։ Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցում են Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ը։ Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում դիմումների քննությանը։ Ըստ ավելի վաղ հրապարակված փաստաթղթի Վարդանյանի եւ Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն դատավարության կողմերի նկատմամբ։ Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետն է դիմումների ստանալուց հետո, մուտքագրման օրվանից հետո 15-օրյա ժամկետում, իսկ դիմումները անցած ուրբաթ են մուտքագրվել։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն բարձր դատարանը կամ պետք է ամփոփող թողնի ընտրության արդյունքները, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կամ անվավեր ճանաչելով այն 3 հիմնական որոշում կայացնի։ Անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգ, նշանակել ընտրության երկրորդ փուլ։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ընտրություններից 10 օր անց հայտարարեց ընդդիմադիրներին համախմբելու իր նախաձեռնության մասին։ Սահմանադրական դատարանի մոտ Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ասաց, արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումները շարունակվում են, առաջիկայում հանդիպում է սպասվում։ Հայաստան դաշինքի երկրորդ համարը Իշխան Սաղաթելյանը ընդդիմադիր ուժերի առաջնորդների հանդիպումների մասին խոսելով ասել է, որ առնվազն կոնտակտ կա։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը Ազատության հետ զրույցում հաստատել է Ուժեղ Հայաստան եւ ԲՀԿ բանակցություններից բացի այլ ուժերի հետ էլ քննարկումներ կան։ Ըստ Սուրենյանցի առաջին դեմքերի մակարդակով առայժմ հանդիպում չի եղել։ Ծառուկյանի թիմակցի կարծիքով թե առաջին դեմքերի հանդիպումների, թե քննարկումների արդյունքների մասին հրապարակային հայտարարություններ կլինեն Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ հետընտրական փուլում հաջողությունը կախված է համախմբված ընդդիմության օրակարգից եւ իշխանափոխության նրանց պատկերացրած քայլերից։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը աննախադեպ է որակել հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին արևմտյան միջամտությունը։ Նա մասնավորապես մատնանշել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումը, համարելով, որ իշխող շրջանակների համար ընդդիմության անցանկալի անդամների նկատմամբ ճնշման նոր փուլ է սկսվել։ Մեդվեդևի համոզմամբ Հայաստանը արևմուտքի համար միայն գործիք է Ռուսաստանի դեմ։ Արևմուտքը ամենից շատ շահագրգռված է քաղաքական դաշնամաքրել բոլոր այն ուժերից, որոնք կոչ են անում առողջ հարաբերություններ պահպանել Երևանի եւ Մոսկվայի միջև, ասել է նա։ Ռուս պաշտոնյան նախազգուշացրել է, Երևանի կողմից Ռուսաստանի հետ ավանդական կապերը խզելու ցանկացած քայլ անխուսափելիորեն լուրջ հետևանքներ կունենա հայ ժողովրդի համար։ Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների մտադրությունների մասին կդատի նրանց գործնական քայլերից, ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանից դեռ չեն շնորհավորել։ Փոխարենը Մոսկվայից բարբերաբար պնդում են, թե Հայաստանում ընտրությունները խախտումներով են անցել։ Վարչապետ Փաշինյանը հունիսի 11-ին հույս էր հայտնել, որ շնորհավորանքը կստանա։ Ընտրություններին ընդառաջ Մոսկվան փաստացի տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Հայաստանի նկատմամբ, հորդորելով արագ կողմնորոշվել, մնում է ԵԱՏՄ-ում, թե գնում դեպի Եվրամիություն։ Երևանից էլ վստահեցնում են, առայժմ հնարավոր է համատեղել ԵԱՏՄ անդամակցությունը եւ դեպի Եվրամիություն ձգտումները։ Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին աջակցությունը իրենց երկրի Եվրոպամետ կառավարությանը, ազդարարելով ռուսական ազդեցությունը եւ հարկադրանքը նվազեցնելու ու Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը, ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, այնպես էլ Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հունգարիան լուրջ թիրախ են դարձել ռուսական քարոզչական արշավների, որոնք ուղղված են նրանց հասարակությունները պառակտելուն եւ ժողովրդավարական ինստիտուտները խաթարելուն։
Եվ այժմ զրուցելու եմ ազգային ժողովի նախկին падգամավոր, շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։ Բարև ձեզ։ Պարոն Սիմիդյան, դե բնականաբար ուշադրության առանցքային կենտրոնում է Սահմանադրական դատարանը, որտեղ քննում են ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները։ Մյուս կողմից ցույց է ընդդիմությունը իր ապագա գործողությունները պայմանավորում է Սահմանադրական դատարանի որոշմամբ, բայց դրան զուգահեռ պնդում են, որ իրենք ոչ մի հույս եւ ակնկալիք չունեն այս Սահմանադրական դատարանից, քանի որ կազմը, ասում են, լեգիտիմության խնդիր ունի եւ հետո այս Սահմանադրական դատարանը օրվա քաղաքական իշխանության, այսպես ասենք, քաղաքական քիմքին հաճո որոշումները դա կողն է, հա։ Հետեւաբար ինչու կա կարիք կա սպասել այս Սահմանադրական դատարանի որոշմանը։ Ինքս չգիտեմ ինչու կարիք կա սպասել, բայց դատական Ալցյանի բարձր դատարանի ուրեմն օբյեկտիվության մասին խոսում է հենց երկու դատավորների ինքնաբացարկի փաստը։ Ես կարծում եմ նման գործընթացներ լինում են ամենաժողովրդավար երկրներում եւ գիտեք ընդդիմության պնդումները այս կամ այն հարցի վերաբերյալ ես կբնորոշեի կոշտ բթության ուրեմն բառակապակցությամբ, ինչպես ընտրություններից առաջ 300,000 ադրբեջանցի այս акցենտի բնդումը, հետո հետընտրական ուրեմն ընտրությունների կեղծման վերաբերյալ բնդումները, հիմա նաև Սահմանադրական դատարանի դեռ ոչ հայտնի որևէ դիրքորոշման դեպքում բնդումները, սա այդ կոշտ բթության սուտը տարածելու բանաձևն է։ Մենք տեսել ենք դա ընտրություններից առաջ, տեսնում ենք ընտրություններից հետո եւ ես կկանխատեսեի, որ Հայաստանում այսինքն առաջիկա 5 տարիներին ընդդիմության միակ գործը լինելու է, այդպես մարտավարություն որպես լինելու է հենց սուտը այդ կոշտ բթության տրամաբանությամբ անընդհատ կրկնելը, բարեբախտաբար կամ ցավոք սրտի դա միայն հայկական կամ Հայաստանի ցավը չէ, այսինքն հիբրիդային տեղեկատվական այս գործընթացները ամբողջ աշխարհում են տեղի ունենում, բայց մեր երկրի դեպքում կարող ենք արդեն նախանշել առաջիկա 5 տարիներին ընդդիմության միակ անելիքը դա սուտը անընդհատ կրկնելու մեջ է։ Շատ լավ, դե նաև իշխող ուժին են մեղադրում այսպիսի ընդդիմություն ունենալու համար, հա, որովհետև շատ ասում են նպատակահարմար է, էս է, այն է, բայց տեսեք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Հովհակիմյանը խոսելով այդ ընտրակաշառքների մասին, ենթադրյալ ընտրակաշառքների մասին, ասում էր, որ դրանք այնպիսին չեն եղել, երբ հին մեղադրում էին, թե ինչու իր սահմանադրական լիազորությունները չի իրականացրել, չի արգելել օրինակ ուժեղ Հայաստանի մասնակցությունը, ասում էր, որ դրանք այն ծավալը չէր, որ հիմք կհանդիսանար եւ իրենք նման գործողությունների կդիմեն։ Մյուս կողմից հակակոռուպցիոն կոմիտեն տասնյակներով հրապարակում է ձայնագրություններ, հարյուրավոր քրեական գործեր, իշխանությունն էլ պնդում է դրանց համակարգված լինելու մասին, հա։ Լավ, եթե անգամ իշխանության պնդումները թողնենք մի կողմ, որտեղ քաղաքական բաղադրիչը շատ մեծ է, այնուամենայնիվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտեցումը, հա, ձեզ համար ընկալելի է, որ դրանք այսպես ասած այն ծավալի չեն կամ համակարգային չեն, մյուս կողմից հանձնաժողովը ասում է հարուցված քրեական գործեր կան, թող գնան տեսնենք ինչ է լինում, մյուս կողմից տալիս է գնահատական։ Տեսեք, ձեր հարցը երկու հարթություն ունի, մեկը իրավական հարթություն է, մյուսը քաղաքական հարթությունն է։ Ես քաղաքական հարթության դաշտում եթե խոսեմ, կասեմ, որ ընտրակաշառքները դրանք ընդդիմության համար բավականին մեծ ձայներ են ապահովել եւ այո, դրա շուրջ քրեական գործեր կան եւ առաջիկայում կտեսնենք, թե այդ քրեական գործերը դատարաններում ինչ ուրեմն վերջնական ուրեմն վճիռ կունենան։ Ընտրական հանձնաժողովի նախագահի ասածները չեմ ուզենա մեկնաբանեմ, ես փորձեմ վերադառնալ իմ նախորդ պնդմանը, ես կարծում եմ, որ Հայաստանում, այո, այդ ստի տարածումը յուրաքանչյուր թեմայի շուրջ, հա, դա արդեն ոչ թե ուղղակի տեղեկատվական այս խառնաշփոթը ավելի խառնելու մեջ է, դա արդեն անվտանգային որոշակի ուրեմն ենթատեքստ ունի եւ կարծում եմ առաջիկայում ես կոնկրետ կուսակցությունների մասին չասեմ կամ ինչու չասեմ, ասեմ, ուժեղ Հայաստանի դեպքում Բարգավաճ Հայաստանի դեպքում Հայաստան դաշինքի դեպքում կարծում եմ իմ արդեն նախորդիվ նշած մարտավարությունը միակն է լինելու եւ կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական դաշտի
այդ թվում դրա հետևանքով իրավական գործընթացներով ծավալվող ընտրական process-ներին կամ այլ process-ներին մասնակցությունը նման ուժերի պետք է ուրեմն գնահատվի եւ դրանց պետք է իրավական գնահատականներ այդ թվում տրվի եւ կարծում եմ նաեւ օրենսդրական առաջիկայում լուծումներ պետք է գտնել նաեւ միջազգային փորձը հաշվի առնելով թե ուժերը որոնք ըստ էության բացառապես զբաղված են ստերի տարածմամբ, ստերի պնդմամբ եւ դրանք արդեն կարծես կապ են ունենում ազգային անվտանգության, նրանց գործունեության վերաբերյալ իրավական, այդ թվում օրենսդրական լուծումներ գտնելու ուղղությամբ պետք է մտածենք եւ սա ասում եմ հիմա գնահատականները բացառապես քաղաքական են, բայց ես կարծում եմ, որ այս գնահատականները մի օր նաեւ իրավական եւ օրենսդրական տեսք պետք է ունենան, որտեղ իսկապես վտանգավոր է։ Ասում եմ, իհարկե բարեբախտաբար կամ դժբախտաբար դա միայն Հայաստանի ցավը չէ, բայց Հայաստանը ինքը պետք է լուծումներ գտնի։ Դե հուսանք այդ լուծումները կգտնվեն, որովհետև տեսեք ստերի տարածում կամ նաև այնպիսի նարատիվների տարածում, որոնք կապվում են արդեն ազգային անվտանգության հետ, հա, երկրի դուք հիշատակեցիք այս 3 քաղաքական ուժերին, այս ուժերից մեկի երկրորդ համարը լրտեսության գործով է անցնում ու նման բաներ։ Մենք ունենք մեկ այլ օրինակ, օտար երկրի ավագ լեյտենանտին զեկուցող կաթողիկոս, որի հարցը եւս չի լուծվում։ Այսինքն շատ sense Հայաստանի համար, եթե կարելի է այդպես ասել, իրավիճակը բավականին բնական է։ Ամենուր լրտեսներ են, ամենուր ազգային անվտանգությանը սպառնացող այդ թվում եւ կուսակցական սուբյեկտներ են, բայց դե ոչինչ։ Այո, ես կարծում եմ, որ Հայաստանը ունի այդ խնդրը, իմ կարծիքով հետխորհրդային բոլոր պետություններում եւ արևելյան եվրոպական որոշ երկրներում նույնպես այս լրտեսական ցանցերի հետ կապված խնդիրներ կան։ Հիմի Հայաստանը գտնում է լրտեսական ցանցի գործունեության պիկին, այո, այդտեղ հոգեվորականներ կան ներգրաված, նախկին առաջի դեմքեր, օլիգարխներ եւ այլն, մենք պետք է սա ֆիքսենք։ Իրականությունը բոլորին ցույց է տալիս, թե ինչ է կատարվում։ Ես կարծում եմ այդ թվում ընտրական գործընթացում այս ընտրակաշառքների բաժանման մասին է, հա, երբ խոսում ենք, թե մենք բոլորս այս երկրում ենք ապրում եւ տեսել ենք եւ տեսնում ենք ինչ է կատարվում, եւ այն իրականությունը, որ մենք մեր աչքերով եւ զգայարաններով ուրեմն արձանագրում ենք, արդեն ասեցի, դրանք առաջիկայում Հայաստանի օրենսդրության այդ թվում հարթությունում պետք է ուրեմն իրենց լուծումները գտնեն։ Այո, ես համաձայն եմ ձեր հետ, ես համաձայն եմ, որ հիմա այս լրտեսական, էլի կրկնվեմ, ցանցը իր գործունեության պիկի վրա է եւ վստահ եմ խորհրդանական ընտրություններից արդեն քաղաքացիական պայմանագիրը կառավարության ձևավորման եւ նոր խորհրդանի արդեն իրավազորության այս աշխատանքների սկսման ընթացքում եւ հենց սկզբից սրա մասին կմտածի եւ լուծումներ կգտնի։ Վարչապետ Փաշինյանը ասաց, որ հաջորդ ընտրություններին այս ընտրակաշառք բաժանած եւ վերցրած բոլորը պետք է պատասխանատվության ենթարկված լինեն, բայց մենք ունենք օրինակ շատ հետաքրքիր, այսպես ասեմ, նախադեպ, նույն օրինակ ԲՀԿ առաջնորդի գործը, որը 8 տարի տևեց եւ ի վերջո պարոն Ծառուկյանը արդարացվեց, պարզվեց, որ ինչ ընտրակաշառք ԲՀԿ-ն եւ անձամբ ինքը որևէ տեղեկություն չունեն, նույն բանը օրինակ ուժեղ Հայաստանն է ասում, հա, եւ ազգային ժողովում Փաշինյանը նաև նշեց, որ անդրադառնալով այս գործին, հա, այսինքն ուղիղ անունը չտալով, բայց դե պարզ ինչ մասն է խոսքը, կասկածներ հայտնեց այդ դատավորի անաչառության մասով, հա, այդ գործի վերաբերվելով։ Հիմա մեզ որտեղից պետք է լինի 5, որ 5 տարի հետո այս գործերը դատարաններում նախ քննություն է լինելու, գնալու են դատարաններ, այնտեղ, չգիտեմ, կաշառքով, ծանոթով, անփութությամբ, ինչով լինի, չեն, այսպես ասել, փլվելու, եւ հետո նոր ընտրությունների ժամանակ էլի դուք չեք գալու եւ այս մարդկանց պատերազմի երագլուխ կուսակցություն ասելով նորից պետությունը պահելու քվե ուզելու։ Հետևաբար նաև այստեղից ածանցվում ենք մեկ այլ գուցե վտանգավոր հարցի, հա, ձևավորվում է մի իրավիճակ, որ քաղաքացիական պայմանագիրը ըստ տրամաբանության դառնում է անայլընտրանքային ու
մի ժամկետ էլ կարող է էլի պաշտոնավարել, եթե այս դերակատարները շարունակեն, հա, ապօրինություններով հանդերձ մնալ քաղաքական ջրի երեսին։ Իսկ այդ անայլընտրանքայնությունը էլի ազգային անվտանգության հարց է։ Դուք իմ պատասխանը արդեն կարծես բանաձևեցիք, քաղաքացիական պայմանագրին քաղաքական ընդդիմադիր ուժեր, որոնք կարող են իրենց գործունեության որևէ ձևով վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը, պետք չեն։ Քաղաքացիական պայմանագրին քաղաքական մրցակցություն պետք է։ Եթե քաղաքական մրցակցություն չլինի, քաղաքացիական պայմանագիրը ինքը կլճանա։ Եթե 31 թվի մասին ենք խոսում, ես ձեր հարցի ընթացքում մտածում եի, թե արդեն այս պահին ինչեր է արվել, որ մենք 31 թվի մասին կարող ենք արդեն կանխորոշել, որ նման քաղաքական իրավիճակ եւ նման քաղաքական ուժերի ներգրավվածություն չենք ունենա, ասեմ առաջինը, ազգային ժողովում հիմի քննարկվում է, հա, ընտրողների իրավունքի, հա, մասին օրենսդրական ուրեմն առաջարկ ազգային ժողովում, որը վերաբերվում է Հայաստանում չբնակվող, մշտական չբնակվող, բայց Հայաստանի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների մասին, կարծում եմ սա հենց ընտրական գործընթացում երևացող եւ օրենսդրական նոր լուծումներ պահանջող ուրեմն փաստ է։ Երկրորդը ուրեմն երկրորդի մասին հիմի միտքս գնաց, բայց ուզում եմ ասեմ, որ այո, 31 թվականի նման իրավիճակ չունենալու ուրեմն վերաբերյալ արդեն գործողություններ կան եւ ինչպես ասեցի, արդեն նոր խորհրդանի իրավազորության շրջանակում այդ թվում օրենսդրական լուծումները կլինեն, որ նման քաղաքական նման քաղաքական ուժերը ուրեմն չլինեն մրցակցության մեջ, որ մրցակցությունը լինի քաղաքական, այլ ոչ թե ֆինանսական կամ օլիգարխների ֆինանսական ազդեցությունների շրջանակում եւ այո, ես նախորդ անգամ էլ կարծես հենց ձեզ հարցազրույցում ասացի, որ հանձնառու եմ, որ 2031 թվին մենք ել չենք խոսալու, թե նախկինում ինչ ենք ասել եւ ինչու տեղի չի ունեցել, մենք արդեն կխոսանք կոնկրետ ուրեմն NPC գործողությունների մասին, դատավորների վերաբերյալ, իհարկե դատավորների վերաբերյալ հարցը հեղափոխությունից հետո օրակարգում է, մենք երևի դատական իշխանությունը մնացել է այն մի 3 ուրեմն իշխանության ճյուղերից, որը իսկապես կարծես չի ուզում ադապտացվի օրենսդրության այս նոր իրականության մեջ եւ մենք որպես քաղաքական միավոր, որպես իշխող ուժ նախկինում էր տարբեր գործիքներ կիրառել ենք դատավորների, հիշում եք վեթինգի եւ այլն, հա, ուրեմն գործընթացներ կար, բայց երևի իրավաբանները, ես իրավաբան չեմ մասնագիտությամբ, բայց կարծես նոր խորհրդանի անդամ եմ լինելու եւ իրավաբանների հետ ինքս որպես падգամավոր կքննարկեմ հենց դատավորների այս հարց դարած թնջուկի լուծումը եւ կարծում եմ դատական իշխանության վստահությունը Հայաստանում վերջի ճյուղն է, ուրեմն, որը պետք է վերականգնվի եւ դատավորների որևէ վճիռ նկատի չունեմ, առանձին որևէ վճիռ, բայց վճիռները պետք է քաղաքացիների կողմից վերջո վստահության չափաբաժին ունենան բարձր։ Որովհետեւ տեսեք, դուք էլ չէ, այս ընտրությունները բնորոշում եք պատմական, իրենց գերկարևորությամբ եւ այլն, եւ հիմա ունենք իրավիճակ, երբ շատ պարզ ընտրության արդյունքները վիճարկվում են դատարանում, հա, այսինքն չբարեփոխված դատարանում։ Դե կարծում եմ սահմանադրական դատարանը, բարձր դատարանը ինքը իր հեղինակության մասին մտածում է, նախկինում սահմանադրական դատարանի դեպքում, հա, նախորդ նախագահների ուրեմն դեպքում սահմանադրական դատարանի իմիջի մեծ հարվածներ է ունեցել եւ կարծում եմ բարձր դատարանի այսօրվա դատավորները նաև իրենց իրավական ուրեմն օբյեկտիվության մասին մտածելով նաև այդ իմիջի մասին կմտածեն։ Բայց նաև շատ հետաքրքիր է իրավիճակը, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը դատական համակարգից գոհ չէ։ Տեսեք, դուք համագործակցության տեղ ունեք։ Դեմ չեմ, իհարկե այնպիսի ընդդիմության, որը իսկապես մտածում է անկախ դատական համակարգ ունենալու մասին, ես օրինակ չեմ պատկերացնում որևէ ընդդիմադիր
պատգամավորի կամ գործի հետ աշխատել մի բանի շուրջ, որը ինքը այլ կերպ է մտածում, ես այլ կերպ, ես իսկապես մեր քաղաքական ուժը դատական իշխանության անկախության մասին է մտածում, այսպիսի մի բան ասեմ, առաջի հայացքից դա վատ չէ, երբ բոլորը դատական համակարգից դժգոհում են, դա կարող է նաև որոշակի առողջացման, հա, նշանի մասին լինել, բայց մենք իսկապես ապրում ենք մեր երկրում եւ տեսնում ենք, որ դեռ ընտրակաշառքը չէ, դատական համակարգի դեպքում կաշառքները կամ այլ ազդեցությունները վճիռների վրա ազդեցություն ունեն եւ քաղաքականությամբ զբաղվող շրջանակներ կարողանում են դեռևս դատական համակարգի վրա ազդեցություն ունենալ, բացի իշխանությունից։ Համախմբված ընդդիմություն, հա, շատ է հիմա կոչեր են անում, որ պետք է համախմբվել իշխանափոխություն անելու համար։ Նախ, ինչպես եք, այսպես ասեմ, հա, գնահատում եք հնարավորությունը հիմա իշխանափոխության եւ ինչ ասել է առասարակ համախմբված ընդդիմություն։ Համախմբված ընդդիմություն, կարծում եմ, հենց ընդդիմության կողմից որ հայտարարվում է, նկատվում է, որ բոլորը կհամախմբվեն, որ հեռացնեն Փաշինյանը։ Դե հենց սկզբից համախմբվեն, հետո երևի օրական կձևավորեն։ Ընդդիմության գործողությունների վերաբերյալ ընտրություններից հետո ես այսպեսի մի գնահատական ինձ թույլ տալ, հա, իրենք մեկ օրական ուրեմն թիթերի կյանք ունեցող հայտարարություններ են անում։ Այսինքն օրինակ Սամվել Կարապետյանը հին խմբագիրներին հավաքել էր եւ անգամ որոշակի գնահատականներ տալի, որ կարծես պետք է նեղանային, հա, հին խմբագիրները, մեծահասակ խմբագիրները, չգիտեմ, որևէ բառ չեմ ուզում ասել, որ հանգարց նեղացնի իրենց, պայտարեց, որ կոնսուլտացիաներ են սկսում, դրանից 2 օր առաջ կամ 3 օր առաջ Գագիկ Ծառուկյանն էր հայտարարել, որ կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի հետ, այսինքն հայտարարություն, որը ունի 1 օրվա կյանք, հաջորդ օրվանից մենք չենք տեսնում որևէ գործընթաց։ Այսինքն ես կարծում եմ, որ ընդդիմությունը ուղղակի ինքն էլ լավ չի պատկերացնում ինչ է անում, չունի որևէ քաղաքական տրամաբանություն կամ ինչ-որ քայլերի հաջորդականություն, որ անգամ որևէ մտքում, որևէ մեկի մտքում կա, եւ դրա համար այս անորոշ ցայտնոտային եւ մի օրվա կյանք ունեցող ինչ-որ հայտարարություններով են առաջ գնում, կարծում եմ նաեւ, որ իրենց մեջ առաջինը լինելու է մոլուցքը, որևէ դեպքում չի լինում փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ եւ դրա համար նաև չեն կարողանում հասկանալ, թե ով է ի վերջո լինելու այդ համախմբված ընդդիմության առաջնորդը։ Ռուսաստանը ինչու չի շնորհավորում, այդպես էլ հարցը այն տրամաբանության մեջ է, որ եթե չի շնորհավորում, ուրեմն կա խնդիր, չէ՞։ Թե չէ շնորհավորել, չշնորհավորել, ինձ թվում է բնակչության մեծամասնությունը մեկ է Ռուսաստանը կշնորհավորի, թե չի շնորհավորի, բայց ինքնին փաստը խոսում է ինչ-որ խնդիրների մասին, չէ՞։ Այո, որոնք են դրանք։ Ես կարծում եմ, որ չշնորհավորելու պատճառը խնդիրների ոչ ընտրական գործընթացի տրամաբանության մեջ է գտնվում, այսինքն ընտրությունները օրինական են եղել թե ոչ, դրանք այս դիտորդների, առաջին դիտորդների գործն է գնահատական տալը Հայաստանում, թե որևէ այլ երկրում, ընտրական գործընթացի գնահատական տվող իրավական իրավունք ունեցող սուբյեկտը դիտորդներն են։ Այդ թվում ԱՊՀ-ի, եթե ես չեմ սխալվում, դիտորդական առաքելությունը հենց հաջորդ օրը, այսինքն իրանց մոտ այնպիսի հենց բան ունեին, հավաքած տեղեկատվությունը հենց հաջորդ օրը վստահորեն ասացին, որ ընտրությունները անցել են օրինական, խոսքը հենց ընտրության օրը ընտրական գործընթացի կազմակերպման մասին է։ Իսկ Ռուսաստանի ուրեմն չշնորհավորելու ուրեմն պատճառները կարծում եմ բոլորիս պարզ է։ Ռուսաստանին թվում է, թե մենք իրենից փախնում ենք գնում ենք Եվրոպա, մենք իրենց փորձում ենք ասենք մենք ոչ միտեղ չենք գնում, մենք բոլորի հետ, բոլոր աշխարհակական կենտրոնների հետ, տնտեսական գոտիների հետ փորձում ենք նորմալ բարեկամական, ընկերական, առևտրային հարաբերություններ կառուցել եւ օրինակ ԵՄ-ի պարագայում Ռուսաստանը կարծում եմ շատ ծանր է տանում եւ եկեք էլի իրականությունից խոսանք, Հայաստանը առաջի երկիրը չէ, որ որևէ
հարաբերություն երբ ունենում է Եվրոպական միության հետ, Ռուսաստանը դա մեղադրում է որպես, չգիտեմ, որ մենք կամ այլ երկիր գնում է ուրիշ տեղ եւ այլն, այսինքն համատեքստը պարզ է, շնորհավորելու պատճառը պարզ է։ Ես հույս ունեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, իշխող կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, վարչապետի դիրքորոշումը, որ մենք պատրաստ ենք բոլոր խնդիրները քննարկել որպես բարեկամ ռազմավարական գործընկերություն ունեցող երկու երկրներ եւ լուծել։ Տեսեք, ռուսական կողմը ասում է խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականությունն է։ Այսինքն այստեղ մենք քննարկելու բան չունենք։ Կողմնորոշվեք, մեզ ասեք ու հարցը լուծենք, թե չէ այդ խնդիրները իրենց պնդմամբ բխում են Հայաստանի արտաքին քաղաքականությունից, հա։ Եվ ինքը չունի, ինչպես ասում ենք, տրամադրվածություն խնդիրներ կառուցողական լուծելու, այսինքն ի սկզբանե ինքը ոչ հարգում, ոչ ընդունում է այդ քաղաքականությունը։ Դե եթե որևէ երկիր, որևէ մյուս երկրի հետ չի ուզում որևէ կառուցողական բան կառուցել, ուրեմն չի կառուցվի, դա Հայաստանի մեղավորությունը չի լինի, բայց եթե մենք կենտրոնանանք ԵԱՏՄ-ի, ուրեմն, հա, ԵԱՏՄ-ի մնալու կամ չմնալու հարցի շուրջ, կարող եմ ասել, որ մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չունենք հիմա։ ԵՄ-ին միանալու խնդիր, ասել ենք, որ պետք է լինի հանրաքվեի միջոցով, այսինքն մենք հստակ դիրքորոշում ենք հայտնել, մենք հստակ անգամ ճանապարհային քարտեզ ենք հայտնել եւ ավելին ասեմ, մենք ոնց գնացինք ԵԱՏՄ։ Մի գիշերվա ընթացքում Սերժ Սարգսյանը Եվրոպայից գնաց Մոսկվա, Բրյուսելից գնաց Մոսկվա, Մոսկվայում մի գիշերում որոշվեց, որ Հայաստանը գնում է միութենական չէ, մաքսային միություն, հա։ Նու վերջը միութենականն էլ։ Դե վերջը հետ էր լինել է միություն։ Հետո բանը այդ կառույցը դառավ ԵԱՏՄ։ Մենք հիմա ասում ենք, որ մենք տենց մի օրում, մի գիշերվա ընթացքում մի հոգու կամ երկու հոգու որոշմամբ այս կամ այն տնտեսական գոտու միանալու կամ դուրս գալու հարց չենք լուծի։ Եթե գա ժամանակը, երբ այդպիսի հարց հասունանա, մենք այդ հարցը կդնենք հանրաքվեի եւ կլսենք առաջի հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը, այսինքն ավելի հստակ դիրքորոշում, քան մենք հիմա ասում ենք Ռուսաստանը, գոյություն չունի։ Մեկ, մենք հիմի նպատակ չունենք դուրս գալու, երկու, եթե այդպիսի օրակարգ հասունանա, մենք այդ հարցը կդնենք հանրաքվեի։ Հիմա ինչ-որ գնահատականներ են տալիս, այդ թվում ընդդիմությունը ստեղի, որ ընդեղից օգտվում ես, բայց բանա, խոսում ես այլ բանի մասին։ Ես չեմ խոսում, ես հստակ եմ իմ դիրքորոշումը հայտնում։ Ես այստեղ եմ, շարունակում եմ մնալ այստեղ, եթե գա մի օր, իսկ ԵՄ-ի անդամակցությունը բոլորս հասկանում ենք, չէ, որ դա բավականին երկար process է, Եվրոպայի բյուրոկրատիան ամենապարզունակ բյուրոկրատիան չի աշխարհում, ցավոք սրտի։ Այսինքն դա երկար process է, դա ոչ այսօրվա, ոչ վաղվա, ոչ մյուս օրվա հարց է, այսինքն ամեն ինչ շատ պարզ է։ Այլ բան է, որ այո, կարծես կառուցողական այս արձագանքը մեր գործընկերների կողմից չենք տեսնում։ Եվ վերջինը, այդ համատեքստում պարբերաբար այդ թվում եւ Ռուսաստանի նախագահի բերանով եւ խոսում են այս խնդիրների մասին, հա, եւ Հայաստանի կողմնորոշվելու կոչեր են անում, հիշում են անպայման նաեւ Ուկրաինան, հա, այնտեղ էլ Պուտինն ասում էր, ամեն ինչ սկսվեց դրանից, չգիտեմ ինչ որ նման բաներ, հա, այդպիսի մտահոգություններ, կանխատեսումներ կամ ինչ որ վերլուծություններ, սպասումներ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կարող է ինչ որ ագրեսիա իրականացնել։ Տեսեք, ես արդեն հենց Ուկրաինայի օրինակի մասին կարծես խոսացի։ Ուկրաինան ուզում է ստորագրել Եվրոպայի հետ ասոցիացման, ուրեմն համաձայնագիրը, երբ գործող նախագահը չստորագրեց եւ Մայդանը առաջացավ, հա, նույն փուլում, նույն ժամանակաշրջանում մենք ասոցիացիան պայմանագրի նախաստորագրման փուլում էինք եւ մեկ օրում մենք այնտեղից գնացինք այնտեղ, այսինքն Ուկրաինայի օրինակ էլ չի աշխատում։ Այդ ընտրությունն արդեն 2013 թվականին Սերժ Սարգսյանը միանձնյա որոշել է, չկա Ուկրաինայի տարբերակ։ Մենք գտնում ենք ԵԱՏՄ-ում։ Ուկրաինայով վախացնել, չգիտեմ դա ինչ է նշանակում,
Ուկրաինան իր ընտրությունը կատարեց եւ հիմա կատարվում է այն ինչ կատարվում է, մենք Սերժ Սարգսյանի միաժամանակ որոշումով այդ օրակարգը արդեն ուրեմն կողմնորոշվել ենք այդ օրակարգի շուրջ։ Պաստորեն Սերժը փրկել է մեզ։ Չէ, Սերժը չի փրկել մեզ, Սերժը ուրեմն աշխարհի հետ հարաբերություններում ցույց է տվել, որ Հայաստանը այն պետությունը չի, որ ինքնուրույն կարող է որևէ որոշում կայացնել։ Վնասել է շատ է վնասել, այդ թվում եւ առաջի հերթին Հայաստանի իմիջին։ Շնորհակալ։ Զրուցակիցը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պատգամավորության թեկնածու Հակոբ Սիմիրյանն էր։